FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Գիտեք, կանանց միամսյակի հետ կապված որպես կանոն շատ միֆեր կան։ Ասենք, որ կնոջ համար աշխարհում անիրագործելի ոչինչ չկա։ Ասենք, որ եթե կանայք ուզեն, կարող են այնպես անել, որ աշխարհն իր առանցքի շուրջը հակառակ պտտվի։ Եվ ամենակարևորն այն է, որ մենք սրանք անվանում ենք միֆեր, բայց սրանց մեջ իրականության մեծ չափաբաժին կա։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը որպես կանոն Հայաստանում նշվում է կանանց միամսյակ։ Չնայած շատ դեպքերում մենք իրականում այս ժամանակահատվածը օգտագործում ենք, որպեսզի ավելի շատ մտածենք, ավելի շատ հասկանանք ամենակարևոր հիմնական հարցի մասին։ Ի վերջո, ինչպես անել, որպեսզի աշխարհում միշտ կարողանալ ամեն ինչ լուսավոր տեսնել ու աշխարհում հասկանալ ամենապարզ, գուցե ամենաբարդ հարցի պատասխանը, ինչ է ուզում կինը։ Դուք գիտեք, որ Elrum-ում մենք որպես կանոն հանդիպումներ ենք ունենում հետաքրքիր, անպայման տարբերվող իրենց տեսակով կանանց հետ, ոչ միայն Հայաստանում, այլև օվկիանոսից այն կողմ։ Կամ աշխարհի տարբեր անկյուններում, աշխարհի բոլոր անկյուններում հայ կանայք կան, որոնք կարող են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում, իրենց շրջապատող մարդկանց կյանքում, ուրեմն նաև ավելի լավը դարձնել աշխարհը։ Մենք Elrum-ը այս մեկ ամսյակի շրջանակներում կին, որ կարող է փոխել աշխարհը, այս խորագիրն է ընտրել ու կարծում եմ, որ յուրաքանչյուր ասպարեզում, ամենատարբեր ոլորտներում իրականում կանայք կան, որոնք սա կարող են իրագործել։ Այսօր մենք շատ հետաքրքիր հանդիպում ունենք, շատ հաճելի, շատ վստահ կարող եմ ասել, շատ հետաքրքիր ու հաճելի կնոջ հետ, ինչու որովհետև մենք առիթ ենք ունեցել նաև օֆլայն տարբերակում, հենց այստեղ մեր տաղավարում զրուցել։ Հետաքրքիր, հանդարտ, միշտ փոքր քայլերով դեպի մեծ հաղթանակներ գնալուն հավատացող կին, ով 30 տարի արդեն Միացյալ Նահանգներում է, բայց կարողանում է իր ներսում շատ հայկական ու շատ երևանյան այդ տեսակը պահել։ Սիրով այս պահին Elrum-ում նաև ձեր անունից ուզում եմ ողջունել ոճաբան վարսահարդար Հասմիկ Մամյանին։ Հասմիկ, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք նորից հանդիպելու։ Իհարկե օֆլայն տարբերակով շատ ավելի այսպես ջերմ էր, բայց կարծում եմ, որ ձեր դրական էներգիան հատկապես կանանց միամսյակի այս սկզբին ամենաառաջին օրը օվկիանոսը չի կարող ոչինչ անել այս դեպքում։ Այո, շատ ճիշտ եք Լիլի ջան։ Լավ է տրամադրությունը։ Բարև ձեզ։ Շատ լավ է։ Շնորհակալ եմ նորից ինձ հրավիրելու ձեր եթերին, շատ ուրախ եմ։ Ես ուրախ եմ նաև, որ ձեզ հետ ծանոթացա, երբ որ Հայաստանում էի։ Հասմիկ, ես շատ ուրախ եմ, որ այս կանանց համար շատ կարևոր է մեկ ամիսը մենք սկսում ենք միասին։ Ես ուզում եմ 1-2 բառով անդրադառնանք, հետո արդեն սկսենք այնինչ այսօր հետաքրքրում է աշխարհի բոլոր կանանց։ Դուք փաստորեն 2010 թվից այս beauty ոլորտում եք, 2010 թվից սկսած դուք կարողանում եք հասկանալ, թե կնոջը ինչ է պետք ավելի ինքնավստահ լինելու համար։ Այո, Լիլի ջան։ Վաղուց սիրել եմ գեղեցկացնել կանանց, միշտ երազել եմ, որ այդ բնագավառում աշխատեմ և ստացվել է ինձ մոտ, երկար տարիներ է արդեն այդ աշխատանքն եմ կատարում և գեղեցկացնում եմ կանանց։ Սկզբում որոշել էիք, այսինքն երազում էիք գեղեցկացնել կանանց, հետո ժամանակի ընթացքում հնարավորություն ունեցաք տարբեր ազգերի կանանց հետ աշխատել, աստղերի հետ աշխատել։ Շատ տարբեր բնագավառի, տարբեր դերասանների հետ ծանոթանալուց հետո ոնց որ ավելի ճանապարհը ընդլայնվեց, շատ դերասանների հետ կարողացա ծանոթանալ։ Ինչպես ես հասկանում, ինչ պետք է անել արտաքինի հետ, երբ տեսնում ես մարդուն։ Երբ տեսնում ես իրենց արդեն իրենց դեմքի հետ կապված
թե իրենք ինչ են ուզում, իրենք նաև բացատրում են, թե ինչ ձևի ստայլ են սիրում, ինչ են ուզում ստացվի իրենց մոտ եւ ըստ դրա քո էքսպերիենսի հետ կապված դու փորձում ես անել դա իրենց համար եւ վերջում ուրախ են լինում։ Այո, վերջում կարողանում ես այդ տրամադրությունը աչքեր այնպես անել, որ աչքերը փայլեն, հա, Հասմիկ։ Այո։ Ասում են, երբ որ կինը ուզում է փոխել աշխարհը, միանգամից առաջին քայլը, որ մտածում է ինչ անի, գնում է գեղեցկության սրահ, այսինքն այստեղից է սկսվում։ Ինչքանով կապ ունի արտաքին փոփոխությունը մարդու ծրագրերի հետ, նպատակների հետ, ներքինի հետ։ Երբ որ արտաքինը փոխում են, ինձ թվում է, որ տրամադրությունն էլ է հետը փոխվում կանանց, էներգիան է փոխվում, ավելի ուրախ են, որ փոփոխվեց ինչ-որ իրանց մոտ մի բան, այդ տարբերությունը դա է, որ տրամադրությունն է փոխում ընդհանրապես, ընդհանուր առմամբ, մեկ լինում է, որ փոփոխությունը, ասենք, մի քանի ժամանակ տևում է, մինչև հարմարվում են, բայց ուրախ են լինում, որ ինչ-որ տարբեր մի բան իրենց մոտ փոխվեց։ Նաև հիմա ինչ-որ բան փոխվել է, չէ՞, մեր ժամանակներում ինձ թվում է, որ հենց ոճաբանների համար էլ, որովհետև այնպիսի ոճ պիտի գտնես, որ տարբեր իրավիճակներում կինը իրան այսպես ինքնավստահ զգա։ Կնոջ դերը հիմա մեր ժամանակներում ինչ-որ առումով փոխվել է։ Կնոջ դերը, այո, շատ է, թե անձնական կյանքում, թե աշխատանքի վայրում, ընդհանուր առմամբ փորձում ես դա բալանսի բերել եւ հասցնել համ քեզ, համ աշխատանքի վայրում, համ անձնական ընտանիքում։ Բայց սրա հետ միասին ասում են, որ կնոջ մեջ միշտ այդ փոքրիկ աղջիկը մնում է, չէ, որ ոգևորվում է, երբ իրեն գնահատում են, այդ կարողանում է պահել։ Սա երևի ամենադժվարն է, չէ, պահել այդ զուտ կանացի, այդ էներգիան, այդ աղջկական ինչ-որ առումով հոգեվիճակը։ Այո, երբևիցե դժվար է լինում, բայց պետք է դա միշտ լինի կնոջ մեջ, որ միշտ դու քեզ ուրախ պահես, դա շատ է օգնում, միշտ ճպտաս, ուրախ պահես քեզ, օգնում է դա նաև թե անձնական, թե աշխատանքի վայրում, թե կյանքում շատ կարևոր է։ Այո, իսկ հիմա կարծես բոլոր ուղղությունները, բյութի ինդուստրիան էլ ամեն ինչ անում է, որպեսզի կինը ինչ-որ առումով ինքնարեալիզացվի, ինքն իրեն ավելի ինքնավստահ զգա։ Ինչքանով կապ ունի ու ինչքան ուղիղ է այդ ազդեցությունը ինքնավստահ լինելու համար։ Կինը, այո, շատ, ինձ թվում է շատ կարևոր է, որ ինքնավստահ լինի, ինքը իրեն շատ գնահատի, ինքը իրեն սիրի, կյանքում երբեք չհուսահատվի, որովհետև լինում են պահեր, որ կարող են դա կոտրել, բայց պետք է նայես գնաս առաջ և ինքդ քեզ շատ բարձր գնահատելով հաղթահարես այդ ամեն ինչը։ Գիտեմ, որ կանայք այսօր շատ ստրես են ունենում, թե անձնական կյանքում, թե աշխատանքի վայրում, բայց երբեք պետք է չմոռանան իրենք իրենց, ժամանակ տրամադրեն իրենց համար, թե գեղեցկացնելու իրենց, թե անձնական ժամանակ անցկացնելու առանձին, ասենք, լինելու, որպես իրենք իրենց գտնեն, որպես իրենք հասկանան, թե ինչ են ուզում։ Դա կարևոր է իրենք իրենց ժամանակ ոնց որ տնեն և անցկացնեն beauty industry-ում, beauty սալոնում, ասենք, թե մազերի հետ կապված, թե մաշկի հետ կապված, դրանք շատ կարևոր են, որ իրենք
care անեն իրենց համար էլի։ Այո, հոգ տանեն խնամքին, իսկապես։ Իսկ Հասմիկ, դուք հիմնականում բացի իհարկե բոլոր վարսահարդարման հետ կապված ամեն ինչ, բայց ես գիտեմ, որ գույները ձեզ մոտ գույները իրականում լրիվ ուրիշ են։ Ինչքանով է կարևոր, հա, ճիշտ ընտրված մազի գույնը կնոջ, չգիտեմ, մաշկի, երիտասարդության, դրանք են, չէ, ինքնավստահ դարձնում կնոջը։ Շատ ժամանակ իրենք որ գալիս են, ասում են, ասենք, սա այլ ուզում իրենք ստանան, բայց մենք իրենց խորհուրդ ենք տալիս, որ ձեր մաշկի հետ գույնի հետ սա ավելի կհարմարվի։ Ըստ դրա մենք իրենք համաձայնվում են, լսում են մեր կարծիքը շատ ժամանակ եւ վերջում ուրախ են լինում, որ այդպես եղավ, որովհետեւ թե տարիքի հետ կապված, թե մաշկի գույնի հետ կապված, թե տրենդի հետ կապված, դրանք շատ կարևոր են, որ դրանք հաշվի առնես։ Հասմիկ, նաև շատ կարևոր է, որ դուք շատ տարբեր գույներ, երանգներ, բոլորը կարողանում եք ստանալ, բայց միշտ հետևում եք տրենդներին։ Հիմա օրինակ, որոնք են ավելի տրենդային այդ գույները, եւ ես ուզում եմ, որպեսզի դուք նշեք մեկ սխալ, որ նկատել եք հայ կանանց մեջ գույնի ընտրության հետ կապված։ Գույնի ընտրության հետ կապված, Լիլիթ ջան, շատ տենց չի լինում, որ լավ եղած չլինի, բայց ստեղ հատկապես մեզ մոտ Լոս Անջելեսում, թե մեր սալոնում, որը որտեղ չեմ նկատել շատ, բաց գույներն են շատ անում, բլանդ գույները, այստեղ ավելի տրենդի մեջ է, բայց երբ որ ես Հայաստանում էի, շատ չտեսա տենց գույներ։ Հա, ավելի քիչ էր։ Ավելի շատ տենց բաց գույների մեջ են շատ կանայք։ Շատ լավ, իսկ այստեղ եղել է այդպիսի դեպք, որ տեսնեք, մտածեք, որ այս կնոջը այս ինչ գույնը շատ կսազեր, կուզենայիք են ինչպես ասում են փոխել, հա։ Լինում է ժամանակ, որ դու արդեն քո աշխատանքի բերումով, երբ որ դու տեսնում ես մեկ-մեկ կանանց, որ դա իրան չի հարմարում, այդ մազի կտրվածքը կամ գույնը, դու ինքդ քո մեջ մտածում ես, բայց չես արտահայտում։ Բայց այո, լինում են դեպքեր։ Բայց ասում ես, որ դու այդ քո աշխատանքի մեջ ես եւ կարող ես դու օգնես։ Այո, կարող ես օգնել։ Անմիջական մարդ եք, Հասմիկ, դուք սիրում եք անմիջական եւ շատ հետաքրքիր է, կանայք ձեզ շատ վստահում են։ Այո, ինձ թվում է տարիների experience-ը ձեզ հետ հաճախորդը լինում է երկար տարիներ, արդեն դա բերում է նրան, որ քեզ վստահում է նաև, դառնում ես ընկեր իրենց հետ, ընկերանում ես։ Նաև կալարիստիկան մի առանձնահատկություն ունի, ասում են կալարիստները ոչ միայն գույնի զգացողություն պիտի ունենան, շատ լավ, այլև հոգեբանական որոշակի, որովհետև շատ երկար ժամանակ եք անցկացնում ըստ էության հենց հաճախորդի հետ, հա։ Մարդիկ իրենց դժվար ժամանակներում, ինչ-որ տխուր վիճակներում են նաև շատ հաճախ գալիս, ուզում ամեն ինչ փոխեն աշխարհում, իրենց կյանքում ու այդ ամեն ինչը սկսեն հենց սալոնից։ Երբ որ այդ իրենց անմիջական այդ շփումը դու իրենց ցույց ես տալի, իրենց լավ վերաբերմունք ես ցույց տալիս, իրենց ժպտում ես, ջերմություն ես ցույց տալիս, իրենք արդեն անմիջապես փոխվում է իրենց մոտ ամեն ինչ։ Դա մեկ-մեկ լինում է դաժե չեն ուզում գնան տուն։ Այդպես փոխվում է իրանց մոտ եւ թե մազերը վերջացնելուց հետո այդ էներգիան ավելի թարմանալ է իրանց,
իրանց տրամադրությունն էլ փոխում։ Այո։ Վերջում ուրախ գնում են։ Այո, ուրախ գնում են։ Ամենակարևորը հասմիկ, որ տպավորությունը երկար աշխատանքից հետո դուք պիտի հոգնեք, բայց այդ հոգնելու հետ միասին դուք էլ եք ուրախ։ Ամեն անգամ սիրում եք ձեր աշխատանքից այսպես այդ ոգևորությունը ապրել, հա։ Այո, ես որ իրենց տեսնում եմ ուրախ, դու արդեն մոռանում ես, որ հոգնած ես։ Դժպիտով ես դու նայում այդ ամեն ինչը եւ դա չի էլ ոնց որ չի ազդում քո առօրյայի վրա, որովհետեւ երբ որ ուրախացնում ես դիմացինին, արդեն դու քեզ լավ ես զգում եւ ժպիտով անցնում է, լինում է ժամանակ եղել է, որ ասել են շատ ես հոգնել, բայց դեռ ժպտում ես։ Հա, դեռ ժպտում ես, սա կարևոր բան է, որ կարողանում ես։ Այո, իսկապես այդ ժպտալ։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Հասմիկ, ես գիտեմ, որ աշխատանքի մեջ բնականաբար ժամանակի պլանավորումը եւ այլն սա անում եք, բայց առհասարակ ինչպես եք կարողանում ամեն ինչ հասցնել, որովհետեւ այդ ժպտալու համար պիտի նաեւ ընկերների հետ ժամանակ անցկացնել, հա, ընտանիքի, հարազատների, այսինքն այս ամեն ինչին պետք է գտնել այդ րոպեն։ Այո, շատ կարևոր է, երբ որ դու ժամանակը արդեն գիտես որ ժամին ինչ ես անելու, արդեն ըստ դրա դու կազմում ես քո օրվա առօրյա schedule-ը, ոնց որ ժամը արդեն գիտես, որ ժամին հաճախորդդ է գալու, որ ժամին պետք է հասնես երեխաներիդ կամ ընկերներիդ, ընտանիքիդ, ըստ դրա դու կարողանում ես օրվա schedule-ըդ կազմես։ Իսկ ինչ որ հոբի կամ այդպիսի ինչ որ բան ունես, որով սիրում ես զբաղվել։ Մարդիկ կան օրինակ ասում են, որպեսի այսպես երանգ ունենամ, չգիտեմ, կամ սպորտը, կամ ինչ որ մի բան, որը որ զբաղվում է, կա ինչ որ մի բան, որը ձեզ համար կարևոր է, որ ինչքան էլ զբաղված լինեք, հասմիկ, պիտի դրան ժամանակ տրամադրեք։ Այո, մարզասրահ եմ գնում։ Դա ինձ համար շատ կարևոր է, շատ է փոխում իմ առօրյան։ Փորձում եմ օրվան գոնե մի ժամը տրամադրեմ ամեն օր փաստորեն։ Եթե ոչ ամեն օր, 3 օր անպայման։ Հաջողության մասին սիրում եք մտածել, երազանքներ ունենալ եւ ունեք արդյոք ինչ որ բանաձև, կարգախոս, որ հաջողության հասնելու բանաձևը։ Այո, հաջողության հասնելու մի քանի փուլեր կան, աշխատանքի էքսպերիենսն է մեկը, տարիների փորձությունը, աշխատանքի, կյանքի փորձությունը, դա արդեն ունես դու փորձը, բայց հասնելու համար պետք է միշտ ունենաս այդ գոլը հասնելու, պետք է քեզ միշտ ուժեղ զգաս եւ իմանաս, որ դու հասնելու ես քո նպատակներին, երբեք չուսատվել, ուրախ գնալ առաջ։ Հասմիկ, բայց ամեն դեպքում սա իրականում դժվար է, հա, այսինքն այդ մեդիտացիան ինքներդ ձեզ հետ այդ պրոգրամը կարծես այս ծրագիրը տալը, որ չի կարելի հուսահատվել, միշտ պետք է գնալ առաջ։ Սա անում եք առավոտյան, երեկոյան, ինքներդ եք ձեզ հետ սիրում եք այսպես ասած ծրագրավորել, հա, ինքներդ ձեզ։ Այո, ես միշտ թեկուզ դինում եմ կյանքում պահեր, երբ որ դժվարությունով ես անցնում, դու ինքդ քեզ պետք է positive energy, positive միտքը ուտաս եւ մտածես, որ վաղը նորից լավ օր է լինելու, ոչինչ կանցնի, էս էլ կանցնի, երբեք դա քեզ ոնց որ չկոտրի, միշտ մտածես positive, որ
ժպտաս եւ վաղը լավ օր է լինելու։ Հասմիկ, իսկ միշտ այսպիսին եք եղել դուք, այսինքն հենց սկզբից փոքրուց, թե ժամանակի ընթացքում է մարդը կինը հասկանում, որ ամեն դեպքում պետք է գնահատել այդ պոզիտիվ այդ էներգիան, պահել, փորձել անընդհատ քո մեջ այդ պոզիտիվը ունենալ։ Սենց չի եղել ինձ մոտ, Լիլիթ ջան, անկեղծ ասած, բայց տարիների ընթացքում, այո, փորձը դա կյանքի փորձի թե ճանապարհը անցած արդեն քեզ այդ ուժը տալիս է եւ դու ինքդ քեզ աշխատում ես ինքդ քեզ վրա թե կյանքում թե անձնական դու արդեն ունենում ես այդ մոտիվացիան եւ փոխում ես ինքդ քեզ մտածելակերպը Եվ մտածում ես միշտ լավ, որ մեկը ոնչ լինի լավ է լինելու, այո, շատ լավ, իսկ ինչ վերաբերում է այդ կանանց այդ հավաքներին, սիրում եք, կարծում եք, որ կարևոր է կանանց այդ ընկերական շրջապատը միասին հավաքվելը, այդ զրույցները, մեկը մեկին ոգևորելը Դա ինձ թվում է բոլոր կանայք պետք է անեն, բայց մեզ մոտ, ինձ մոտ լինում է շատ հաճախ, թե ընկերների հետ կապված, թե աշխատանքի վայրում ունենում ենք մեկ այդպիսի հավաքույթներ, ոնց որ դա շատ է օգնում, միմյանց տենց positive խոսալու, թե իրենց ուժ տալու միմյանց։ Ձեր հաճախորդներից շատերը, մենք այդպես մի քանիսից լսել ենք, որ նշում են, որ շատ հաճախ երբ գնում ես այդ երկար այս ընթացքում մարդիկ սկսում են իրենց խնդիրներից խոսել։ Հասմիկ Մամյանի դեպքում մի քիչ ուրիշ է։ Հասմիկը միայն այսպես ոգևորող դրական բան է։ Այդպես է խոսում, տպավորություն է, որ իր կյանքում միշտ ամեն ինչ շատ լուսավոր կետերն են ամենաշատը։ Այո, այո։ Շատ է լինում Լիլիթ ջան իմ հետ, շատ հաճախ է լինում, այտենց որ ինձ հետ կիսվում են, խոսում են, թեկուզ եւ նեղված լինեն, դա էլ են պատմում, խոսում են, բայց ես միշտ դրական եմ իրենց թեկուզ խորհուրդ տալիս, թեկուզ իրենց հետ խոսում, իրենց շատ է դա օգնում եւ փոխում իրենց մոտ ինչ-որ բաներ։ Իրանք ուրախ են, որ ես այդպես եմ վերաբերվում ամեն մի թեկուզ պրոբլեմին։ Այո։ Հասմիկ, նաև մի մարդկային գիծ ունեք, դրա մասին էլ են նշում, որ ձեզ հետ սիրում են խոսել եւ տարիքով մեծ, ավելի հասուն տարիքի կանայք, եւ երիտասարդ, եւ նույնիսկ փոքր երեխաների հետ եք դուք շատ լավ լեզու գտնում, հա։ Այո։ Բոլորի հետ։ Սա մասնագիտությունից է թե մարդկային տեսակից ձեր։ Ինձ թվում է ավելի շատ երևի մարդկային։ Ահա։ Առաջնահերթ դա մասնագիտությունն էլ կապ ունի, բայց մարդկայինը ավելի շատ։ Ահա, ավելի հանգիստ են քո հետ զգում։ Այո։ Հանգիստ ու վստահելի։ Լիլիթ ջան, այսօր ինձ թվում է մարդիկ պրոբլեմը այն է, որ շատ չեն վստահում իրար, բայց հուսով եմ, որ դա կփոխվի։ Ինչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր որոշել են, որ հենց մարտի 8-ից պիտի իրենց համար աշխարհում ամեն ինչ փոխեն։ Լիլիթ ջան, այսօր ես ուզում եմ նշեմ նաև, որ շատ հպարտ եմ մեր կանանցով, քանի որ դու ծանոթանում ես տարբեր բնագավառի աշխատանքի հետ կապված կանանց հետ, դու զգում ես ինչքան ուժեղ են նրանք։ Ինձ թվում է, որ մարտի 8-ից հետո ես խորհուրդ կտամ, որ ավելի շատ իրենց տրամադրեն իրենց համար ժամանակ, թե սալոնում, թե մաշկի հետ կապված, թե մնացած մյուս beauty հետ կապված, իրենց ժամանակ դնեն եւ տրամադրությունը իրենց համար լիքը շատ բաներ կփոխվի։ Այո, շատ անկեղծ խորհուրդ։
Շնորհակալ եմ շատ Հասմիկ։ Իրականում շատ հաճելի էր ինձ, ես ուզում եմ, որպեսզի շատ մարդիկ ձեր շուրջը լինեն, որովհետև դուք կարողանում եք պոզիտիվ դարձնել մարդկանց օրը եւ գեղեցիկ դարձնել հենց իրենց կանանց։ Թող այս մեկ ամսվա ընթացքում շատ լավ լուրեր ու իրադարձություններ լինեն ձեր շուրջը եւ միշտ ձեզ տեսնեմ այսպիսի հրաշալի գեղեցիկ ժպիտով ու այսքան գեղեցիկ։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի շատ Լիլիթ ջան, նորից շնորհակալ եմ նորից հյուրընկալվելու ձեր եթերին։ Հուսով եմ նորից կհանդիպենք Հայաստանում։ Այո։ Եվ նորից շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը, ցանկանում եմ անսահման սեր, երիտասարդություն եւ երջանկություն։ Այո, շնորհակալ եմ։ Իսկապես անսահման սեր, երջանկություն ու երիտասարդություն։ Գիտեք, երիտասարդությունը հոգեվիճակ է, սիրելի հետևորդներ, որ կանանց իրենց կյանքի բոլոր փուլերում կարող է իսկապես առաջնորդել։ Եվ հետաքրքիր են տարբեր ասպարեզներում, տարբեր մասնագիտություն ունեցող կանայք, ովքեր կարողանում են այդ երիտասարդությունը, ձեր այդ զգացողությունը ձեզ ավելի ինքնավստահ ու եռանդով լինելը պարգևել եւ արտաքին առումով, ինչպես օրինակ Հասմիկ Մամյանը, հա, մի գույն, մի հետաքրքիր սաներվածք եւ դուք ձեզ թվում է, որ աշխարհը իսկապես ձեր ոտքերի տակ է։ Եվ նաեւ իհարկե ներքուստ, հա, հոգեվիճակով, որովհետեւ շատ կարեւոր է, երբ մարդը կինը հատկապես իրեն ինքնավստահ է զգում։ Մարտի 8-ից կարող ենք իսկապես ամեն ինչ փոխել։ Կանանց համար հոգեբանները պնդում են, որ ժամանակներ դնելը շատ կարևոր է։ Այսօրվանից ինչ-որ բան անել։ Եկեք որոշենք, որ այսօրվանից պիտի կարողանանք այդ ժամանակը հատկացնենք ինքներս մեզ համար, այնպես անենք, որպեսզի մեզ ավելի ինքնավստահ զգանք ու վստահենք, որ բողոքելուց, դժգոհելուց, ծանրության մասին խոսելուց ոչինչ չի փոխվում։ Փոխվում է ընդհանրապես մեր տրամադրությունը, շատ ավելի անվստահ ենք դառնում, իսկ սա պետք չի ում առաջին հերթին ինքներս մեզ ու մեզ շրջապատող մարդկանց։ Այսօր հետաքրքիր, շատ հաճելի, շատ դրական ու պրոֆեսիոնալ կնոջ հետ էինք խոսում, ոճաբան Վարսահարդար Հասմիկ Մամյան, ու ես կարծում եմ, որ կանանց միամսյակը հենց այսպիսի հանդարտ ու հետաքրքիր կնոջ հետ հանդիպումով բացելուց հետո հնարավոր է իսկապես ամեն ինչի համար հստակ ժամանակ գտնել ու վստահ լինել, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Միշտ կանանց հետ կապված մենք ավելի կարևորել ենք, բայց այս օրերին առավել մեր եթերում լինելու են կանայք, ովքեր կարող են եւ վստահ հնարավորությունը ունեն աշխարհը փոխելու։ Ի վերջո, այս աշխարհում ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ուրեմն, եթե ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք այն փոխել։ Ուզում եմ, որպեսզի այս տրամադրությամբ անցկացնեք գարնան առաջին այս ամենահրաշալի օրերը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։